Այսօր նոյեմբերի 28-ն է օրը ուրբաթ Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re-News լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, տաղավարում է Լուսինե Ղարսայանը, բարի լույս։ Պետություն եկեղեցի առանց այն էլ լարված հարաբերությունները մտնում են տեղեկատվական պատերազմի և ներքին պառակտման փորձերի նոր փուլ։ Իշխանամերձ լրատվամիջոցների շրջանառության մեջ դրած եպիսկոպոսներին վերագրող սկանդալային լարված, սակայն դեռևս չհաստատված հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստացավ ակնթարթային քաղաքական արձագանք։ Անտեսելով մայրաթոռի լռությունը և փաստաթղթի իրական լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածները, գործադիրի ղեկավարը շտապեց ողջունել ենթադրյալ, ընդվզող հոգևորականներին, պատրաստակամություն հայտնելով անձամբ հանդիպել նրանց հետ ու արդեն երեկոյան հանդիպեց։ Թեմային առավել մանրամասն կծանոթացնի իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը։ Հայկական ժամանակը հրապարակել է մի նյութ, որտեղ դեռևս չհաստատված տեղեկություններով եպիսկոպոսների ստորագրված ինչ-որ դիմումի հղում է անում ու պնդում, թե հաստատվել է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերի իսկությունը։ Լրատվամիջոցի այս բնորոշումը անձամբ արքեպիսկոպոսի փաստաբանն է մեկնաբանել։ Ինձ հայտնի չէ այդ գրությունը փաստացի իրական է թե ոչ, բացի այդ ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում հիշատակվող եպիսկոպոսներին նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։ Ինչու հեռանահարցնում է Արշակ Սրբազանը, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կրոնական, բարոյական կամ տրամաբանական հիմք, ինչը մայրաթոռի դիվանապետը չի տեսնում։ Ես տակավին հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված է, իրենք կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելիորեն, առարկայորեն կհրապարակվի, կհաստատվի, այն ժամանակ մենք այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք։ Հիշեցնենք, համացանցում մոտ մեկ շաբաթ է դիմումների նկարներ են տարածվում, թե մի շարք հոգևորականներ խնդրում են վեհափառին ուսումնասիրության առարկա դարձնել Արշակ արքեպիսկոպոսի անվան շուրջ պտտվող լուրերը։ Այդ տեսանյութի հարցը քննարկվել է վեհափառի ու հանձնախմբի հետ, ասում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբեյ եպիսկոպոս Իսախանյանը։ Եթե ծանոթանայի, չգիտեմ, այսինքն առանց ամբողջապես Եվ կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել եւ ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությունը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել, գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Այս ժամանակ պետք ունեմ, որպեսզի ամբողջովին Սրբազան, այսինքն Սերովբեյ եպիսկոպոսի անունը նույնպես կա լրատվամիջոցի հրապարակած թղթում։ Տելեգրամյան ալիքներից ավելի հասանելի կայքային տիրույթում տարածվող լրատվամիջոցը Փաշինյանների ընտանիքին պատկանող Հայկական ժամանակն է։ Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ։ Նիկոլ Փաշինյանը, որ կարծում է, թե կաթողիկոսը սպառել է եկեղեցին բարենորոգելու հնարավորությունները, քննարկման է հրավիրում կաթողիկոսին դեմ հոգևորականներին։ Դիմումում 13 կանոնից կազմված ցանկ է, որից ստորագրել են 9 սրբազան։ Հիմնականում նրանք չեն պատասխանում մեյլ, լրատվամիջոցների զանգերին կամ պարզապես ասում են, ծանոթ են, թե խոսքն ինչի մասին է, բայց չեն ստորագրել։ Երեկոյան վարչապետը տեսանյութ է տարածել, գրելով, թե կարևոր հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ, այլ մանրամասներ այս պահին դեռ չեն հաղորդվում։ Սիմոն Հովհաննիսյան, Re-Open Media։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, խոսել է թե հոգևոր և թե քաղաքական դաշտում կատարվողի մասին։ Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը լուծումներ առաջարկելու փոխարեն կրթական մեթոդներ է առաջ բերում։ Ներքին և էկոլոգիական քաղաքական սպոկին զուգահեռ արտաքին ճակատում ուշագրավ զարգացումներ են։ Վարչապետի ճեպազրույցից կարևոր դրվագներ առանձնացրել է Անի Հովհաննիսյանը։
Փաշինյանը կրթությամբ է պատրաստվում լուծել օդի աղտոտվածության հարցը։ Անցնող շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեմայի Երևանում օդի աղտոտվածության դեմ պայքարի համար առանձին աշխատանքային խումբ կստեղծվի։ Ըստ քաղաքապետ Ավինյանի, հանրապետության 5 մարզերում հրդեհներն էլ էին ազդում Երևանի օդի վրա։ Արդեն 5 օր է Երևանի օդում փոշու եւ այլ մանր տոքսիկ մասնիկների ցուցանիշը վտանգավոր է առողջության համար։ Փաշինյանն ասում է, կոշտ մոտեցումները չեն աշխատում, կրթությամբ է պետք պայքարել։ Օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որտեղ որից կարելի է ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Իհարկե ձեր ասածը չի կարող ազդեցություն չունենալ։ Դուք հիշում եք 2018 թվականից ես անդադ խոսում եմ շինհրապարակների որակի մասին, կտրուկ քայլեր, դա նաև մի քիչ կրթական ոլորտի հարց է։ Հայ-ղազախական հարաբերությունները հիմա նոր փուլում են, նախկինում ՀՀ լոգիստիկ խնդիրներ ուներ, հիմա դրանք լուծվում են։ Նոյեմբերի 8-ին Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված առաջին գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային գծով։ Նոյեմբերի 21-ից հայ-ղազախական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են բարձրացվել։ Հիմա նաև երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ։ Մեր հնարավորությունները իհարկե ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին դրանց կարգավորումը 5 փորձագետների 2 այցով չի լուծվի, քանի դեռ Հայաստանում հակադրբեջանական, իսկ Ադրբեջանում հակահայկական տրամադրություններ են։ Փաշինյանն ասում է, փոխադարձ այցերը հենց այդ օրակարգը չեզոքացնելու համար են։ Հայկական կողմը նոյեմբերի 22-ից 23-ը Բաքվում էր, իսկ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 21-ից 22-ը Երևանում։ Հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Ըստ Փաշինյանի, ինքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դիրքերից նահանջի հրաման չի տվել եւ 44-օրյա պատերազմի մասին ոչինչ չկա, որ ժողովուրդը չգիտի։ Քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի։ Այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվելա քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա թյուր կարծիք է։ Օրեր առաջ Փաշինյանն ասել էր, որ 2021-ի մայիսին ադրբեջանցիների հարձակման ժամանակ նահանջի հրաման տվել էր այդ ամիսների պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել Կարապետյանի դեմ իշխանազանցության եւ իշխանությունը չարաշահելու հոդվածներով։ Կարապետյանը Մոսկվայից տեսաուղերձով սպառնացել է փաստաթղթերով հիմնավորված բացահայտումներ անել այդ դրվագում Փաշինյանի դերակատարման մասին։ Անի Հովհաննիսյան, Ռեոփն մեդիա։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Էրդողանի գլխավորությամբ նիստում մի շարք այլ հարցերին զուգահեռ քննարկել է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները։ Նշվում է, որ հաստատվել է Թուրքիայի կամքը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու եւ զարգացում ապահովելու հարցում։ Անկարան հյուրընկալել է կաթոլիկ աշխարհի առաջնորդին Լևոն 14-րդ պապի այցը, սակայն աչքի ընկավ հետաքրքիր, ինչու ոչ հակասական մանրամասներով։ Ընդամենը շաբաթներ առաջ ցեղասպանության նահատակ Իգնատիոս Մալոյանին սրբադասած պոնտիֆիկոսն այցելել է Քեմալ Աթաթուրքի շիրիմին։ Այս արարողակարգային ժեստին ականատես է եղել նաև Էրդողանի կողմից հրավիրված Պոլսո հայոց պատրիարքը։ Մանրամասները ռեպորտաժում։ Արտասահմանյան առաջին այցի ուղղություն Լևոն 14-րդ պապը Թուրքիան է ընտրել, որտեղ բնակչության գերակշռող մեծամասնությունն իսլամի հետևորդ է։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այսօր մեկնել է Անկարա ու հանդիպել Էրդողանին։ Պապի հետ 80 լրագրող է գնացել Թուրքիա, որտեղ ի դեպ Լևոն 14-րդը լատիներենի փոխարեն անգլերեն կխոսի։ Աթաթուրքի շիրիմին ծաղկեպսակ է խոնարհում կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետը։ Հետաքրքիր է, որ Լևոն 14-րդ պապը Թուրքիա է գնում երիտ թուրքերի հրահանգով սպանված հայազգի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին սրբադասելուց ամիսուկես հետո։ Մինչ այս 20-ից 21-րդ դարերում Թուրքիա 4 պաշտոնական այց է կատարվել Վատիկանից։ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ II-ը, նա ևս հրավիրված է Թուրքիայի նախագահի կողմից Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին արագորեն ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։ Այդ մասին նշված է 3 Բիշկեկում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերում Հայաստանի դիրքորոշմանը կազմակերպությանը մասնակցելու վերաբերյալ, քանի որ դա նրա ընտրությունն է։ Ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները, մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ի կայացրած բոլոր որոշումներին, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կառույցի նիստերին մասնակցելուց, ասել է Պուտինը և նշել, որ ՀԱՊԿ մյուս անդամները կապի մեջ են հայկական կողմի հետ։ Գագաթնաժողովի կարևոր մանրամասները ռեպորտաժում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները տեղ են գտել Բիշկեկում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովին ընդունած հռչակագրում։ Կառույցը նշել է, որ ողջունում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացի արագացումը։ Մենք գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք կողմ ենք համապարփակ կարգավորմանը եւ կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի շուտապույտ կնքմանը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը չի մասնակցել գագաթնաժողովին։ Դեռ 2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպության նիստին մասնակցելու համար Բիշկեք են մեկնել Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահները։ Նրանց դիմավորել է Ղրղստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Նիստում որոշվել է, որ 2026-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը կստանձնի Ռուսաստանը, իսկ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026-ի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Մեր կարգախոսը կլինի հավաքական անվտանգության բազմաբևեռ աշխարհում ընդհանուր նպատակ, համատեղ պատասխանատվություն։ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության հիմնական ոլորտերում շարունակականությունը, զարգացնելով մեր երկրների միջև համագործակցությունը, հիմնված իրական դաշինքի, բարեկամության եւ բարիդրացիության, փոխօգնության եւ աջակցության սկզբունքների վրա։ Պուտինն առաջարկել է 2026 թվականին սկսել լայնածավալ վերազինման ծրագիր ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության ներքո, որը միավորում է 6 հետխորհրդային երկիր, այդ թվում Հայաստանը։ Մենք առաջարկում ենք կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական զենքերով եւ ռազմական տեխնիկայով զինելու լայնածավալ ծրագիր, որն ապացուցել է իր արդյունավետությունը իրական մարտական գործողություններում։ Գագաթնաժողովից հետո ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի հռչակագիրը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Թրամփի վարչակազմը շտապում է փակել ռուս-ուկրաինական արյունալի էջը սեղանին դնելով ցավոտ զիջումների փաթեթ։ Ուկրաինայում այդ քաղաքական առևտուրն արդեն դառնում է բացահայտ եւ վճռորոշ։ 28 կետանոց ծրագիրը ներառում է Դոնբասի տարածքներից մինչև ՆԱՏՕ-ից հրաժարում, ինչը Մոսկվայի եւ Կիևի համար դեռևս կարմիր գիծ է։ Ինչպես կարձագանքի աշխարհն այս իրադրությանը, կամ կգնա պարտադրված խաղաղության, կամ բանակցային ձախողումը պատերազմին նոր լիցք կհաղորդի։ Աննա Հարությունյանն է պատմում։ Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է շրջադարձային դիվանագիտական հանգրվանի։ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պնդում է, որ գտել է արդեն գրեթե 4 տարի տևող հակամարտության կարգավորման բանակցային ելքը։ Այս շաբաթ ամերիկյան բանակի նախարար Դրիսկոլը Ժնևում ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո մեկնել է Աբու Դաբի Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ ռուսների հետ բանակցելու համար։ Դեռ շոշափելի արդյունքներ չկան։ Ըստ CNN-ի Կիևը եւ Վաշինգտոնը անհամաձայնություն ունեն առնվազն 3 հիմնական կետի շուրջ։ Դոնբասի հիմնական
հատվածի հանձնումը Մոսկվայի վերահսկողությանը, Ուկրաինայի ապառազմականացումը եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այն 3 կետերն են, որոնք կարմիր գծեր են Ուկրաինայի, բայց նաեւ կարեւոր Ռուսաստանի համար։ Իր Բելարուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպանը Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսել է համաձայնության հասնելու դժվարությունից։ А я с удовольствием проинформирую вас о том, что у нас происходит на направлении достижения. Սիրով ձեզ կտեղեկացնեմ, Ուկրաինայում խաղաղ ճանապարհով մեզ համար ընդունելի եւ ցանկալի արդյունքների հասնելու ուղղության մասին։ Գիտեմ, որ հետևում եք ընթացքին, եւ դա միշտ մտահոգում է ձեզ։ Դուք այն մարդկանցից եք, որոնք ձգտում են այս հակամարտության ավարտին։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Այժմ հրապարակավ կասեմ այն, ինչ նախկինում ասել եմ ամերիկացիներին։ Եթե նրանք նրբանկատ լինեն եւ հասկանան, որ սա բարդ հարց է, որը բարդ որոշումներ է պահանջում։ Անձամբ նախագահ Թրամփը վերջին օրերին ավելի ճկուն տոն է ընտրել։ Սկզբնապես գոհաբանության օրը որպես վերջնաժամկետ սահմանելուց հետո այժմ նա հրաժարվել է այդ վերջնագրից, թեև շարունակում է պնդել, որ շատ շտապ պետք է հասնել խաղաղության։ Մենք լավ բանակցություններ ենք վարում։ Սկսել ենք Ռուսաստանից, որոշ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ։ Ուկրաինան լավ է առաջ ընթանում։ Կարծում եմ նրանք բավականին գոհ են դրանից։ Նրանք կուզեին տեսնել ավարտը, եւ մենք դեռ մի որոշ ժամանակ չենք իմանա, բայց առաջընթաց ունենք։ Այս պատերազմը կարող է տարիներ տևել, իսկ Ռուսաստանը ավելի շատ մարդ ունի, ավելի շատ զինվորներ։ Ուստի կարծում եմ, եթե Ուկրաինան կարողանա գործարք կնքել, դա լավ բան կլինի, բայց Ուկրաինան շատ ավելի փոքր է, ավելի քիչ բնակչություն ունի։ Նրանք շատ մարդ են կորցրել։ Ռուսաստանն էլ է շատ մարդ կորցրել, բայց Ռուսաստանը մարդկային շատ ավելի մեծ ռեսուրս ունի։ Չնայած ճնշմանը եւ ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության պլանը, բայց մեկ պայմանով՝ ցանկացած բանակցություններում իրենց եվրոպացի դաշնակիցների մասնակցությամբ։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Ուկրաինայի վերաբերյալ անվտանգության որոշումները պետք է ներառեն Ուկրաինան։ Դա մեր դիրքորոշումներ Ժնևում եւ միշտ Եվրոպայի վերաբերյալ անվտանգության որոշումները պետք է ներառեն Եվրոպան եւ նույնը վերաբերում է Կանադային, Ճապոնիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, մյուս երկրներին եւ յուրաքանչյուր ազգի։ Եվրոպացի առաջնորդներն իրենց հերթին վերահաստատել են, որ աջակցում են Ուկրաինային եւ պնդում են, թե անվտանգային ամուր երաշխիքներ են պետք։ Բանակցությունները նոր թափ են ստանում եւ մենք պետք է օգտագործենք այդ պահը, ոչ թե որովհետեւ տագնապի պատճառ կա։ Ուկրաինան ամուր է, Ռուսաստանը դանդաղ, իսկ Եվրոպան հաստատակամ, այլ որովհետեւ վերջապես կա հնարավորություն իրական առաջընթաց գրանցելու դեպի լավ խաղաղություն։ Այս ֆոնին ակտիվանում է նաեւ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ Շվեդիան կոչ է արել Եվրամիությանն անհապաղ ընդունել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պետք է ավելի ուժեղ հարված հասցնի ռուսական էներգետիկ եկամուտներին, քանի որ դրանք պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ն, Եմեն նույնպես պետք է թիրախավորի ռուսական նավթային հսկաներին։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը պնդել է, որ անհապաղ հրադադարը պետք է լինի առաջին քայլը, թեև ընդունել է, որ Ռուսաստանի պատասխանատվության նշաններ չկան։ Ռուսաստանը ռազմական մեքենա է եւ չի դանդաղեցնում տեմպերը, այլ հակառակը ուժեղացնում է դրանք։ Մենք դեռ պետք է դուրս գանք այնպիսի իրավիճակից, երբ Ռուսաստանը ձևացնում է, թե բանակցում է, հասնենք մի իրավիճակի, երբ նա ստիպված կլինի բանակցել։ Այն տեսակետը, որ Ուկրաինան պարտվում է, նույնպես բացարձակ սխալ է։ Եթե Ռուսաստանը կարողանա ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, ապա արդեն արած կլիներ դա։ Չնայած անորոշությանը բանակցությունները շարունակվում են։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհան հայտարարել է, որ բանակցային խմբերը կրկին հանդիպելու են։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դեռ նորմալացման վաղ փուլում են, եւ այս գործընթացի ընդհանուր հաջողությունը երաշխավորված չէ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերսն ընդգծել է, որ Գերմանիան ոչ միայն չի դադարեցնելու իր աջակցությունն Ուկրաինային, այլև զգալիորեն կավելացնի այն, եկող տարի 11.5 միլիարդ եվրոյի հասցնելով։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մենք գումարն ավելացրել ենք եւս 3 միլիարդ եվրոյով, հասցնելով ընդհանուր գումարը 11.5 միլիարդի։ Սա արվում է Ուկրաինայի ձմեռային պաշարների դեմ Ռուսաստանի իրականացրած ահաբեկչական արշավի հետևանքները մեղմելու նպատակով։ Առաջիկա օրերին Եվրամիությունը կներկայացնի իրավական ծրագիր, որը թույլ կտա օգտագործել Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելն այժմ պատրաստ է ներկայացնել այդ ծրագիրը։ Աննա Հարությունյան, Reopen Media։
Սպիտակ տանը Աֆղան փաստականի արձակած գրակոչներից ազգային գվարդիայի 2 զինվոր ծանր վիրավորվել են, մինչդեռ Թրամփն ու իր վարչակազմը փորձում են դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, իրական մարտադաշտն այս անգամ տեղափոխվել է հենց Վաշինգտոն։ Նշեմ, որ հարձակումը քննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Սպիտակ տնից ընդամենը 2 թաղամասային կողմ ազգային գվարդիայի 2 զինծառայողի վրա են կրակել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է հարձակումը, գվարդիայի ծառայողների վիճակը ծանր է։ Ականատեսները չեն հասկացել, թե ինչ է կատարվել։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի։ Ես տեսա ոստիկանական բոլոր մեքենաները։ Իջա ներքև ու լսեցի, որ ազգային գվարդիայի 2 զինծառայողի են կրակել։ Լսեցի, որ 1 ուրիշին էլ են կրակել եւ որ դա պատահական հարձակում է եղել։ Այնպես որ այս պահին մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ Կասկածյալը 29-ամյա աֆղանցի Ռահմանուլլահ Լականվալն է, որ վիրավորվել եւ ձերբակալվել է փոխհրաձգության ժամանակ։ Նա ԱՄՆ մուտք գործել 2021-ին Բայդենի օրոք իրականացված Աֆղանստանից տարհանման ծրագրով։ Նրա ապաստարանի հարցը հաստատվել է 2025-ի ապրիլին Թրամփի պաշտոնավարման սկզբում։ 10 տարի ծառայել է աֆղանական բանակում համագործակցելով ամերիկյան հատուկ ջոկատայինների հետ։ Ռահմանուլլահը Ամազոնում էր աշխատում, քրեական անցյալ չուներ։ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ դեպքը հիմնավորում է իրենց վարչակազմի կոշտ միգրացիոն քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտակայքում։ Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում։ Դեռևս չգիտենք շարժառիթը։ Դեռ շատ բան կա, որ չենք պարզել։ Բայց հաստատ գիտենք, որ ազգային գվարդիայի 2 զինծառայող վիրավորվել են ծառայական պարտականությունները կատարելիս։ Նախագահ Թրամփը կատարվածը անվանել է ահաբեկչություն եւ անորոշ ժամկետով դադարեցրել աֆղանցիների ներգաղթի բոլոր հայտերի մշակումը։ Ի պատասխան միջադեպի Պենտագոնը եւս 500 զինվորական է ուղարկում Վաշինգտոն, միանալու արդեն իսկ այնտեղ գտնվող 2000 գվարդիականներին։ Անի Հովհաննիսյան, Open Media։ Իսկ այժմ առաջարկում եմ դիտել ռեպորտաժ միջազգային լրահոսի կարևոր նորությունների մասին, որը պատրաստել է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Իրաքյան Քուրդիստանի խոշորագույն խորմոր գազային հանքավայրի աշխատանքը դադարեցվել է Պահեստարանի վրա իրականացված հրթիռային հարձակման պատճառով, ինչը հանգեցրել է տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ անկման։ Չնայած միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել եւ հրդեհը մարվել է, տեղի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են իրանամետ խմբավորումներին, պահանջելով Միացյալ Նահանգներից տրամադրել հակաօդային պաշտպանության միջոցներ էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Հոնկոնգի Տայպո շրջանի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ, 279-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Չինաստանի նախագահ Սին Ցինփինի հանձնարարականով եւ տեղական իշխանությունների համակարգմամբ իրականացվում են լայնածավալ փրկարարական աշխատանքներ, իսկ ոստիկանությունը ձերբակալել է 3 կասկածյալի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Թեև հինգշաբթի առավոտվա դրությամբ կրակը հիմնականում վերահսկողության տակ է առնվել, հարյուրավոր հրշեջներ եւ կամավորներ շարունակում են օգնություն ցուցաբերել տուժածներին։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնման եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքների ֆոնին Կարակասը փորձում է ցուցադրել երկրի կայունությունը եւ դատապարտում է ամերիկյան պատժամիջոցները։ Չնայած Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը եւ տարածաշրջան է ուղարկել ռազմանավեր, երկու առաջնորդներն էլ անսպասելիորեն հնարավոր երկխոսության պատրաստակամություն են հայտնել։ Դոնալդ Թրամփը չի բացառել Մադուրոյի հետ հանդիպումը։ Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ բաց է դեմ առ դեմ բանակցությունների համար։ Գվինեա-Բիսաում զինվորականների խումբը նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 օր առաջ զավթել է իշխանությունը եւ տապալել գործող նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոյին։ Զինվորականները հայտարարել են կարգու կանոնի վերականգնման բարձրագույն ռազմական հրամանատարության ստեղծման մասին, կասեցնելով ընտրական գործընթացը, փակելով սահմանները եւ սահմանելով պարետային ժամ։ Ըստ ապստամբների հեղաշրջումն իրականացվել է ընտրությունների արդյունքների կեղծումը եւ քաղաքական գործիչների ու թմրաբարոնների ծրագրած ապակայունացումը կանխելու նպատակով։ Նիգերիայի Կեբի նահանգի գիշերօթիկ դպրոցից նոյեմբերի 17-ին զինյալների կողմից առևանգված 24 աշակերտուհիներն ազատ են արձակվել եւ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Հարձակման ականատես եղած անօգնական ծնողները եւ տեղի համայնքը աղոթքներով ու իշխանություններին ուղղված կոչերով էին փորձում հասնել երեխաների վերադարձին։ Միջադեպը հերթականն է տարածաշրջանում հաճախակի դարձած զանգվածային առևանգումների շարքում, որոնք սովորաբար իրականացվում են փրկագին ստանալու նպատակով։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Եվ վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև նոյեմբերի 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր թողարկումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարին ընդ ձեզ։